Երեկ Մայրաթորում Շիրակի թեմի առաջնորդի շուրջ ծավալումներին զուգահեռ Հայաստանի քաղաքական դաշտում էլի իմպիչմենթի հարցն առաջ եկավ։ Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը խորհրդարանական երկու ուժերին առաջարկեց Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրել ու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Կարծում եմ, որ պետք է երկու խմբակցությունները հիմա հայտարարեն, որ պատրաստ են տալ ստորագրությունները, Միքայել arczepiskopos Աջապահյանն էլ համաձայնություն տա ու սկսեն հայտարարել էր Մարուքյանը։ Աջապահյանը դեռ քննչականի ճանապարհին մեկնաբանեց առաջարկը։ Ես կանոնավոր եմ, կանոնավորը կարող է լինել վարչապետի թեկնածու։ Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց էին սկսել իշխող թիմից հեռացված падգամավորները Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Նրանց վարչապետի թեկնածուն էլ Էդմոն Մարուքյանն էր։ Նախկին իշխանականների նախաձեռնությանը սակայն ընդդիմադիր խմբակցությունները չմիացան, իսկ պատիվ ունեմի ձեռնարկած անվստահության գործընթացին չմիացան Ասլանյանն ու Աղազարյանը։ Հայաստան խմբակցությունից էլ ասացին իրենց 28 падգամավորի ստորագրությունը, երբ մեկնարկի գործընթացը պատրաստ են տալ։ Իսկ արդեն 3 հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի առաջարկին խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերից դրական արձագանք եղավ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ падգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Միքայել arczepiskopos Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, վեհափառ հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։ Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Միքայել arczepiskopos Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած падգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին, ստորագրելով պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնության տակ։ Հաշվի առնելով Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու եւ Միքայել Սրբազանի շուրջ ստեղծված իրավիճակն ու արկա հանրային համախմբումը, ինչպես նաեւ փաստը, որ падգամավորներ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն արդեն հայտարարել են Միքայել Աջապահյանի համաձայնության պարագայում վերջինիս թեկնածության բանվստահության գործընթաց նախաձեռնելու մասին, Հայաստան խմբակցությունը հայտնում է, որ խմբակցության 28 падգամավորների ստորագրություններով միանում է անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Այս հրապարակումների ֆոնին քննչական կոմիտեից Միքայել arczepiskopos Աջապահյանի ձեռագրով եւ ստորագրությամբ հայտարարություն տարածվեց։ Սրբազանը փաստացի մերժում է առաջարկը գրելով. Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգեվորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արխիվի եւ թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանն այսօր արդեն քաղաքական ուժերին կոչ է անում հեռու գնալ, ֆուտբոլները հեռու խաղալ։ Հոգեվորականներս ձեզ համար խամաճիկներ չենք եւ թույլ չենք տա ստվերել հայոց հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը ձևակերպել է հոգեվորականը։ Եվ այսքանից հետո այս համազգային բղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով գործեց հայոց եկեղեցու, Մայրաթոր Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք գնդակ են խաղում, դուք այսինչ անկյալ հոգիներ եք, դուք այսինչ վաճառականներ եք, այսինչ զզվելի առևտուր եք անում եւ այս ամենի մեջ ներքաշում հոգեվորականությանը։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի ներկայացման համար անհրաժեշտ է 36 падգամավորի համաձայնություն։ Ընդունման համար 107 падգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի։ Տիգրան Ուիգուրղինյան, ժամը լրատվական։